Բարև ձեզ, սա օրվա թեման է, իմ այսօրվա հյուրը քաղաքագետ Էդգար Առաքելյանն է, բարև ձեզ, պարոն Առաքելյան։ Պարոն Առաքելյան, մի քանի օր առաջ խոսում էինք Ամերիկայի փոխնախագահի սպասվող այցի մասին, եկավ գնաց այժմ Բաքվում է, արձագանքները մեծ են, ինչ բերեց իր հետ Հայաստան, ինչ ստացավ Հայաստանը կամ ինչ ակնկալիքներով մնաց Հայաստան։ Իրականում այն ինչի մասին մենք օրեր առաջ խոսում ենք, հաստատվեց, ավելին մեր սպասումներն էլ սպասածից ավելի արդարացան, քանի որ մենք տեսանք, որ նաև Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջև կա ռազմատեխնիկական համագործակցություն։ Մեծ առումով սա իրականում պատմական այց էր, որը նշում էին եւ Միացյալ Նահանգների փոխնախագահը եւ Հայաստանի վարչապետը եւ միջազգային մամուլը իդեպ նշում է, որ սա պատմական եւ շրջադարձային այց էր։ Այցը իհարկե խորհրդանշական չէր, այցը իր ուներ շատ կարևոր օրակարգ, շատ կարևոր հիմք եւ դա Հայաստան Միացյալ Նահանգներ տնտեսական, քաղաքական, ռազմատեխնիկական արդեն կարող ենք ասել հարաբերությունների ամբողջ սպեկտրն է, այդ հարաբերությունների մեջ այլևս շեշտադրված է տեխնոլոգիական ոլորտում հարաբերությունները, որը այդ առումով Հայաստանին բացառիկ դեր է վերապահում տարածաշրջանում որպես Միացյալ Նահանգների գործընկեր եւ դրա քաղաքական հետևանքները, որը մենք կտեսնենք, որը մենք կունենանք առաջիկայում։ Պարոն Առաքելյան, ինչը Ամերիկային շրջաց դեպի հարավային Կովկաս կամ մասնավորապես Հայաստան, դա միայն տարածքի առումով ենթակառուցվածքների կարևորության առումով, թե նաև քաղաքական համակարգը, որ այսօր կա Հայաստան։ Տեսեք, մեծ առումով Միացյալ Նահանգները միշտ էլ շրջված է եղել տարածաշրջանում։ Մենք գիտենք, որ Ադրբեջանը լուրջ հարաբերություններ է ունեցել առնվազն էներգետիկ առումով Միացյալ Նահանգների հետ։ Մենք գիտենք, որ Ադրբեջանը ժամանակին նաև լոգիստիկ տարածք է եղել Միացյալ Նահանգների համար դեպի Աֆղանստան գնալու համար։ Մենք գիտենք Թուրքիա Միացյալ Նահանգներ հարաբերությունների մասին։ Մենք գիտենք նախկինում Վրաստան Միացյալ Նահանգներ այդ հարաբերությունների մասին։ Այստեղ ուրեմն պակասող օղակը եղել է Հայաստանը, այսինքն մենք ենք միշտ մեջքով շրջված եղել Միացյալ Նահանգներին եւ մեր հայացքը միշտ ուղղել ենք մի կենտրոն, որը մեր գլխին այսպես չար կատակ է խաղացել։ Եվ հիմա այո, նաեւ շատ կարեւոր է այն հանգամանքը, որ Հայաստանում հաստատված է կոնկրետ քաղաքական համակարգ, քաղաքական ժողովրդավարական ռեժիմ եւ սա նույնպես շատ կարեւոր շեշտադրում է Միացյալ Նահանգների համար։ Մենք գիտենք, որ աշխարհի շատ կարեւոր ժողովրդավարական երկիրը նաեւ ցանկալի է իր համար, երբ որ իր գործընկերները լինում են նաեւ ժողովրդավարական, նաեւ քաղաքակրթական առումով ունենում են ընդհանրություններ, այս առումով Հայաստանը բացառիկ կերպով առանձնանում է Միացյալ Նահանգների համար եւ երբ որ Հայաստանը շրջվեց դեմքով արդեն Միացյալ Նահանգները, նաև Միացյալ Նահանգները հաշվի առնելով այդ հանգամանքները, ինքը շատ ավելի ինտենսիվ քայլեր սկսեց իրականացնել դեպի Հայաստանը կամ ընդառաջ Հայաստան, եւ այսօր մենք ունենք այն շատ կարևոր պրոյեկտները երկկողմ հարաբերությունների, որոնք արդեն ունենք եւ որոնք արդեն իրագործման ընթացքի մեջ են։ Օրակարգի կարևոր հարցերից մեկը միջուկային էներգիայի մասով Միացյալ Նահանգների հետ գործակցության այդ համաձայնություն ձեռք բերելն է, ինչ կտա դա Հայաստանին, մտավախություն կա, որ որոշ շրջանակներ, որ սա միտված է ատոմակայանի փակելուն, այնինչ բոլորովին այլ հեռանկար է այս ոլորտում սպասվում։ Տեսեք, ցավալիորեն այդ տեղեկատվական դիվերսանտները, որոնց էս Հայաստանի դեմ ուղարկված տեղեկատվական եւ քաղաքական դիվերսանտները հերթական ստի եւ կեղծ տեղեկատվության մասնաբաժիններն են հրապարակել արդեն մամուլում։ Մեկը ասում է, որ Միացյալ Նահանգները ստիպում է Հայաստանին փակել ատոմակայանը, հետո ոչ մի բան չի անելու։ Իրականում ընդհակառակը Միացյալ Նահանգները ցանկանում է, որպեսզի Հայաստանը ունենա լրացուցիչ հնարավորություններ հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական դիրքը, ուրեմն նավթի գազի պաշարների բացակայությունը, ելքի բացակայությունը դեպի ծով Հայաստանի համար ստրատեգիական կարևոր նշանակություն ունի նոր ատոմակայանի կառուցումը եւ շատ կարևոր է, որ այդ ատոմակայանը համապատասխանի 21-րդ դարի վերջին ուրեմն չափանիշներին եւ Հայաստանի Հանրապետության ուրեմն պահանջներին առաջիկա տասնյակ տարիների ընթացքում, իսկ այդ պահանջները ինչպես հասկացանք մեր կառավարությունը հասկացել է, ձևակերպել եւ այդ պահանջներից ելնելով Հայաստանի Հանրապետությունը
որոշել է որ կկառուցի մոդուլային տիպի ատոմակայան եւ ամենայն հավանականությամբ միգուցե հենց Միացյալ Նահանգների հետ դա կկառուցվի իսկ այն որ Միացյալ Նահանգները այս ոլորտում են առաջատար աշխարհում դա փաստ է եւ առաջիկա զարգացումները ցույց կտան իսկ այդ դիվերսանտները հա տեղեկատվական եւ քաղաքական իրենք միևնույն է այդ ատոմակայանը եթե կառուցած ավարտած լինենք իրենք էլի նույնը ասելու են կամ ինչ որ էլի մի բան կպցնելու են այս գործընթացին Պարոն Արաքելյան, Վենսի այցից ժամեր առաջ կամ 1 օր առաջ այն շրջանակները, որոնք գրեթե ամեն օր բարձրաձայնում էին, թե Ամերիկայից երաշխի Ամերիկայից օգուտներ չկա, նա չի ապահովի մեր անվտանգությունը, նամակների այսպեսի շարք են սկսել ուղղված Վենսին, բայց Վենսի այցից հետո էլ սկսեցին նորից հակառակ քննադատությունները հնչեցնել, թե իբր սա մեզ կործանում է Միացյալ Նահանգների հետ ավելի լավ է գործ չունենանք, այս իրականում կործանման առումով, այո, իրենք կործանվում են քաղաքական առումով, իրենք Հայաստանում կործանվում են։ Ու Վենսի այցը հենց իրենց կործանման վերջին ուրեմն ակորդներն է հնչեցնում, որ քաղաքական առումով այո իրենք կործանվում են։ Այդ շրջանակները Ռոբերտ Քոչարյանը, չգիտեմ, Սամվել Կարապետյանը, Սերժ Սարգսյանը եւ այն թևի ներկայացուցիչները մանրումից, ովքեր Հայաստանը փորձում են տանել խցկել Ռուսաստանի տակ, դարձնել գուբերնիա, այո իրենք եւ գաղափարապես եւ քաղաքական առումով եւ տնտեսապես, հա, իրենք կործանվում են, քանի որ այն ինչ եկել առաջարկել է Միացյալ Նահանգները երկիր մոլորակի վրա չկա երկրորդ պետությունը, որ կկարողանա Հայաստանի նման առաջարկներ անել։ Դրանք բազմամիլիարդանոց առաջարկներ են, ես նույնիսկ չեմ վարանի ասել, որ տասնյակ միլիարդ դոլարների հասնող ներդրումային ծրագրեր են, ընդ որում Վենսի այցելության հրապարակած թվերը ըստ էության, հա, այսպես գումարային առումով, եթե գումարենք, հա, կազմում են մոտ 13 արդեն միլիարդ դոլարի, դա դեռ չհաշված թրիփի ներդրումային ծրագիրը, թե այնտեղ քանի միլիարդ դոլարի ներդրումներ են տեղի ունենալու։ Եվ այս առումով, երբ որ օրինակ Սամվել Կարապետյանի զարմիկը եկել է եւ գնացել է իրանց բացած սրբիչի գործարանը եւ սրբիչի գործարանն է, ասում են մենք սրբիչի գործարան ենք սարքում։ Այո, իրանց կարողությունները սրբիչի գործարան սարքելն է, բայց մեր պահանջմունքները տեխնոլոգիական գործարաններ սարքելն է, արհեստական բանականության գործարան։ Եվ իրանք Հայաստանը տեսնում են այդ սրբիչի գործարանի ուրեմն համատեքստում, իհարկե շատ ցանկալի է որ Հայաստանում լինի տեքստիլ արդյունաբերությունը, բայց Հայաստանի նման փոքր պետությունների համար տեքստիլ արդյունաբերությունը լուրջ հարցեր չի լուծում։ Հայաստանի նման փոքր պետությունների համար լուրջ հարցեր է լուծում այդ 4 միլիարդ դոլար արժողությամբ ուրեմն արհեստական բանականության գործարանի հիմնումը առաջիկայում նաև չիպերի արտադրության գործարանի հիմնումը, որը Հայաստանը այդ իր փոքր ֆիզիկապես փոքր իր ծավալով դարձնում է շատ ավելի ուրեմն կարևոր խաղացող 21-րդ դարի տեխնոլոգիական աշխարհում, այսինքն մենք տիրապետում ենք 21-րդ դարի տեխնոլոգիաներին, հետեւաբար նաև դառնում ենք շատ կարևոր եւ ազդեցիկ պետություն այս դարաշրջանում։ Նախկինում 20-րդ դարում նրանք ովքեր տիրապետում էին նավթի ու գազի, իրենք էին ազդեցիկ պետությունները աշխարհի։ Հիմա փոխվել է դարը եւ այսօր մենք ունենք այո 21-րդ դարի նավթ ու գազը իդեմս արհեստական բանականության եւ այդ չիպերի արտադրության եւ հետեւաբար նրանք ովքեր գալիս են ու փորձում են ուղեղներ լվանալ սրբիչի գործարաններ սարքելու իրենց ցանկություններով պետք է հասկանան որ եթե նույնիսկ իրենք ցանկանան Հայաստանում նման տեխնոլոգիական հզորություններով գործարաններ սարքեն, իրենք չեն կարող նախ նման ֆինանսներ չունեն, հա 4 միլիարդ դոլար ֆինանսներ չունեն, եթե նույնիսկ այսօր Ռուսաստանը ցանկանա նման ֆինանսներ Հայաստանում ներդնի, էլի չի կարողանա, քանի որ Ռուսաստանը այսօր խիստ ֆինանսների կարիք ունի, եթե նույնիսկ ֆինանսները ունենան, ապա այդ տեխնոլոգիաները իրենց ոչ ոք չի տա, քանի որ իրենք ասոցացվում են աֆիլացվում են ուղիղ ռուսական քաղաքականության հետ, ռուսական պետության հետ, ովքեր ուրեմն պատերազմում են այդ արևմտյան արժեքների, արևմտյան տեխնոլոգիաների, արևմտյան ամեն ինչի դեմ, չնայած դրա ամենամեծ կարիքը իրենք ունեն եւ եթե այսօր հնարավորություն ունենան, այդ գործարանը իրենք Ռուսաստանում կսարքի։ Պարոն Արաքելյան, փետրվարի 12-ին սրբիչի գործարան կառուցողների վարչապետի տեխնացում պետք է հայտնի դառնա, այսինքն պետք է հայտարարեն թե ով է իրենց տեխնացուն, ձեր կանխատեսմամբ ով կլինի եւ տեսեք, այս հանգամանքը ինձ համար երկրորդական է, քանի որ նրանց բոլորի տեխնացուն Ռոբերտ Քոչարյանն է։ Այդ շրջանակների վարչապետի
հիմնական տեխնացուն Ռոբերտ Քոչարյանն է, քանի որ դա ցանկանում է Մոսկվան, նման որոշում կայացրել է Մոսկվան։ Ինչի, որովհետև Ռոբերտ Քոչարյանը իր իշխանության ամբողջ տարիների ընթացքում ապացուցել է, որ ինքը հլու հնազանդ ծառայելու է ռուսական պետությանը, եթե պետքա ուրեմն փոքր պարտքի դիմաց մեծ գույք կնվիրի, եթե պետքա, չգիտեմ, այստեղ արյունի մեջ կխեղդի, չգիտեմ, միտինգները եւ ցույցերը, եթե պետքա, չգիտեմ, մեղրի այդ միջանցքը, հա, կբանակցի եւ կնվիրի, ինչպես իրենք ցանկանում են նոյեմբերի 9-րդ կետով, եթե պետքա Հայաստանը կդարձնի ռուս-բելարուսական միութենական պետության անդամ, այսպես շարունակ, այսինքն Ռուսաստանի համար կյանքով փորձված միակ տեխնացուն դա Ռոբերտ Քոչարյանն։ Հիմա այն ինչ որ իրանք առաջարկում են, որ չգիտեմ մեր տեխնացուն վարչապետի սա է, մյուսինը նա է, մյուսինը երրորդն է, սրանք փորձում են իրենց ասելով իրականացնել այդ Գյումրիի սցենարը, կհիշեք Վարդան Ղուկասյանին հայտարարում են, որ կապ չունին ոչ մի պարագայում մենք Վարդան Ղուկասյանի հետ չենք առնչվի, նրան չենք դարձնի քաղաքապետ, ավելին կար ուժ, որը ասում էր, որ Վարդան Ղուկասյանը հենց իշխանության տեխնացուն է, իշխանությունն է ուզում Վարդան Ղուկասյանի միջոցով ուրեմն անդիմադիր ձայները տանել եւ այլն, բայց արդյունքում ինչ տեսանք, որ այդ բոլորը հավաքվեցին եւ Վարդան Ղուկասյանին դարձրեցին Գյումրի քաղաքապետ։ Նույնը տեղի է ունենալու այստեղ։ Իրենց բոլորի տեխնացուն լինելու է Ռոբերտ Քոչարյանը, քանի որ Ռոբերտ Քոչարյանը Մոսկվայի, Ռուսաստանի տեխնացուն է։ Եվ եթե իրենք ձայներ հավաքեն տարբեր, հա, այսպես անունների տակ, ավելին ասեմ, ընթացքում կարող են իրենք միմյանց հայոյել նույնիսկ կամ կոշտ քննադատությունների ենթարկեն, բայց երբ որ իրենք կամ եթե իրենք հավաքեն համապատասխան ձայներ կարողանան հավաքեն այդքան ձայներ ու կարողանան իշխանապողություն իրականացնեն Մոսկվայի մեկ զանգով իրենք այսպես մեկ տողով կշարվեն հավասար զգաստ հրամանով իրենց ձայները կտան Ռոբերտ Քոչարյանին եւ այս երկիրը էլի կուղարկեն Ռոբերտ Քոչարյանի ճիրաներ։ Պարոն Արաքելյան, վաղը նաև որքան հիշում եմ քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներքին ընտրություններն են տեխնացուների, ովքեր որ առաջադրվելու են, ընդգրկվելու են ԿՊ-ի ցանկում, ինչ թիմով է ԿՊ-ն մասնակցելու, արդյոք կունենա այն ներուժ հնարավորությունը, որպեսզի միանձնյա մեծամասնություն ունենա ազգային ժողովում։ Վաղը ներքին ընտրությունների այդ ներքին ընտրաշավի ուրեմն քարոզարշավի վերջին օրն է, մյուս օրվանից է սկսվելու այդ քվեարկությունը։ Տեսեք, այստեղ էլ ես ուզում եմ մի շատ կարևոր հանգամանքի վրա ուշադրություն դարձնել, որ մեր քաղաքական պատմության մեջ, հա, մեր պետության քաղաքական պատմության մեջ առաջին անգամ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը արեց մի բան, որը երբևէ տեղի չունեցել, որոշեց, որ ոչ թե ցուցակները կազմվելու են մի մարդու կամ մի խումբ մարդկանց կողմից, այլ մարդկանց հնարավորություն է տրվելու առաջադրվելու եւ կուսակցության ակտիվին հնարավորություն է տրվելու քվեարկության միջոցով որոշելու, թե որ տեխնացուին որ հորիզոնականում են պատկերացնում եւ ում են ցանկանում մեծ հաշվով տեսնել խորհրդարանում որպես իրենց ներկայացնող պատգամավորներ։ Սա բացառիկ երևույթ է մեր քաղաքական համակարգի, կուսակցական համակարգի պատմության մեջ եւ սա ներկուսակցական ժողովրդավարության թերևս առաջին դրսևորումն է մեր քաղաքական կուսակցությունների շրջանում, քանի որ սա շատ կարևոր ուրեմն երևույթ է, քանի որ եթե կուսակցությունները կառավարվում են բացառապես ավտորիտար սկզբունքով եւ չեն պահպանվում ժողովրդավարության մինիմալ կանոնները, ապա այն կուսակցությունները, ովքեր այդպես են կառավարվում, եթե մի օր իշխանություն գան, ապա այդ ավտորիտար ուրեմն սկզբունքները կառավարման պրոյեկտվելու են նաեւ պետության կառավարման ուրեմն ոլորտում եւ հետեւաբար ժողովրդավարությունը կուսակցություններում, այսինքն կուսակցությունները հատկապես խորհրդարանական կառավարման համակարգում շատ կարեւոր քաղաքական համակարգի ինստիտուտներ են եւ այդ կուսակցությունների ներսում պատշաճ ժողովրդավարությունը անդրադառնում է նաեւ երկրի ժողովրդավարության վրա։ Այո, այդ պոտենցիալը կա քաղաքացիական պայմանագիր կուսակցության մոտ, բավականին հետաքրքիր թիմ է ձևավորվել արդեն տեխնացուների մակարդակով այն ցուցակում որտեղ որ հայտնվել են եւ ես համոզված եմ որ այո քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը իր առաջ քաշած
ընդ որում միակ եւ բացառիկ կուսակցությունը նաեւ ով այսօր հստակ օրակարգ է առաջարկում, ով հստակ տեսլական է առաջարկում Հայաստանի հետագա զարգացման, դա ուրեմն իրական Հայաստանի գաղափարն է, դա խաղաղության օրակարգն է, դա խաղաղության խաչմերուկն է։ Այս երեք հենասյուների վրա քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը առաջարկում է Հայաստանի առաջիկա զարգացման անվտանգ զարգացման տեսլականը՝ ի տարբերություն մյուս ուժերի, ովքեր, չգիտեմ, ամեն ինչ ասում են բացի հստակ օրակարգից, ես առումով նաև ասում հստակ օրակարգ մյուսներ։ Տեսեք, ասեմ, Հայաստան է այցելում Միացյալ Նահանգների փոխնախագահը, երկիր մոլորակի երկրորդ պաշտոնյան եւ առաջարկում է բազմամիլիարդանոց ներդրումներ։ Հիմա այս մարդիկ ինչ պետք է անեն։ Ասենք կարան կոնտր առաջարկներ անեն, իհարկե չեն կարող կոնտր առաջարկներ անեն եւ բնականաբար իրենք փորձելու են էլի այդ դիվերսանտի քաղաքական ու տեղեկատվական դիվերսանտի դերում փորձել այս ամենը խաթարել, ցույց տալ, որ դա է իրանց օրակարգը։ Այսինքն իրանց օրակարգն էլ է ածանցյալ քաղաքացիական պայմանագիր կուսակցության առաջարկած օրակարգի։ Եթե ԿՊ-ն օրակարգ չառաջարկի, իրենք այդպես վակուումի մեջ չգիտեմ ինչ կլինեն։ Կամ խաղաղության օրակարգը քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը առաջարկում է խաղաղություն։ Հիմա եթե ընդդիմանում է սրան ու ըստ էության շատերը ընդդիմանում են, նշանակում է իրանց գալու պարագայում մենք ունենալու ենք պատերազմ։ Հա, ու այսպես շարունակ։ Եվ սա է այս մարդկանց մոտ կամ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը առաջարկում է գլոբալ նաև քաղաքակրթական վերափոխում Հայաստանի Հանրապետության։ Իրենք ինչ են առաջարկում, իրենք առաջարկում են հետամնաց գուբերնիայի ծայրագավառի ուրեմն տրամաբանության պետություն։ Այսինքն պետության մոդելի առումով էլ իրանք առաջարկում են ծայրագավառ, որտեղ իրանք կլինեն գուբերնատորներ, չգիտեմ, քաղաքապետեր, վիցե գուբերնատորներ, մեր գորոդա ի տամու падոբն ու ասենց չաղու բախտավոր իրանց ընտանիքներով կապրեն, չնայած համոզված չեմ, որ իրանց ընտանիքները կցանկանան գուբերնիայում ապրել, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ իրենց ուրեմն ընտանիքների անդամների շատերը այսօր մի մասը Միացյալ Նահանգների քաղաքացիներ են, այն երկրի քաղաքացիները, որոնց իրենք այդպես քննադատում են, եվրոպական երկրների քաղաքացիներ են, այնպես որ իրանք այստեղ ելնելու են մեծ առումով լինելու են որպես էլի խոպանչիներ, իրանք այստեղի որոշակի մոնոպոլ բիզնեսներն է էլի լինելու, մեծ առումով դրա արդյունքում մենք կորցնելու ենք մեր պետությունը եւ պետականությունը։ Վերադառնանք կրկին Վենսի այցին, այսօր նա Բաքվում է, հնարավոր է որ այս այցից հետո խաղաղության պայմանագիրը վերջնական ստորագրվի։ Ես չեմ բացառում նման սցենար, քանի որ տրամաբանությունը դա է ենթադրում։ Մենք տեսանք, թե ինչպիսի պրոյեկտների մասին է խոսքը գնում։ Այդ պրոյեկտները պետք է ունենան հիմք խաղաղություն եւ դուք տեսաք, թե Վենսը իր ելույթում խոսքում ինչպես է շեշտադրում խաղաղությունը, որ մենք ոչ թե ինչ որ ժամանակավոր խաղաղության մասին ենք խոսում, այլ մենք խոսում ենք հիմնավոր խաղաղության, երկարատև խաղաղության մասին ու այդ առումով այո ես կարծում եմ որ նաև Միացյալ Նահանգների գործուն աջակցությամբ պետքա որ այդ խաղաղությունը մենք ունենանք արդեն թղթի վրա։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Սա օրվա թեման էր, զրուցակիցս քաղաքագետ Էդգար Առաքելյանն էր, կհանդիպենք առայժմ։